Ես ունեմ սենց մի հատ տրաֆեյ, որը ես շատ եմ սիրում, ինքը սարկածա, այս կուբիկը սարկածա շունգիտ քարից, իսկ շունգիտ քարը ունի ջուրը մաքրելու հատկություն։ Սա ես ստացել եմ 2018 թվականին Սանկտ Պետերբուրգից մինչև Կրանշտադտ ընկած հատվածը լողալուց հետո իմ առաջին լուրջ փորձությունն էր, 8 ժամ 40 րոպե տևեց, երբ որ ես ներկայացա կազմակերպիչներին ամռան սկզբում մերժում ստացա, քանի որ ինձանից առաջ մոտ 4 տասնյակ սպորտսմեն էր հաղթահարել ընդամենը այդ դիստանցիան ու բոլորը եղել էին նախկինում պրոֆեսիոնալ լողի սպորտսմեններ, կային մեջները, ովքեր պրոֆեսիոնալ տրիաթլոնով էին զբաղվել։ Բայց մի քանի անգամ զանգելուց հետո զգացին, որ համառորեն ընդունում, որ ես անպայման ուզում եմ մասնակից լինեմ այդ մարաթոնին, համաձայնվեցին, ստարտը Սանկտ Պետերբուրգի Զենիթ արենայի դիմացի գտնվող լողափից էր, ավարտը Կրանշտադտի քաղաքային լողափում։ 8 ժամ 40 րոպեում հասա տեղ, նորմալ էր ամեն ինչ, չնայած որ պրոգնոզները ունենց էր, որ ես 15-16-րդ կիլոմետրից հետո պետքա դուրս գայի, մի պահ նույնիսկ ես ոնց որ սենց համոզվել էի, որ ես մինչև վերջ չեմ հասնելու, բայց 20-րդ կիլոմետրը հաղթահարելուց հետո 5 կիլոմետրը ես շատ դժվար հաղթահարեցի, բայց հիշում եմ, որ իմ մեջ սենց ադրենալին էր առաջացել, որ այսքան անցել եմ, պետք է անպայման հասնեմ տեղ։ Ուղիղ 2 տարի հետո ես ներկայացա նույն մարաթոնին, որպեսզի ես հաղթահարեմ Սանկտ Պետերբուրգից մինչև Կրանշտադտ ընկած հատվածը անդադար երկու կողմը լողալու, այսինքն Պիտերից Կրանշտադտ ու հակառակը մոտ պետքա 20-22 ժամ տևեր, բայց իմ մոտ չստացվեց, թե ոնց չստացվեց կպատմեմ անպայման, ուզում եմ մի քիչ Սևանի թեմայից շեղվեմ, քանի որ մտքերս հավաքում եմ, որպեսզի ավելի սենց հագեցած ձևով պատմեմ Սևանի մասին։